Գիտեք Հիսուս Քրիստոսի համար ասում է, որ Հիսուս Քրիստոսը եկավ կոտրված սրտերը բժշկելու։ Մեր մեջ կան մարդիկ, ում որ ծանոթ է այս վիճակը, կոտրված սիրտ ունենալու վիճակը։ Ինչ որ մեկը քո սիրտդ կոտրած եղնի, իր վիճակը քո սիրտդ կոտրած լինի։ Կյանքի մի հատ անհարմար վիճակի մեջ հայտնվես, որ դու զգաս ինչ բան է կոտրվածությունը։ Բոլորս փախվել ենք, բոլորս։ Եվ գիտեք Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի բժշկի կոտրված սրտերին։ Հիսուս Քրիստոս երբ որ թողեց իր երկնային փառքը եւ իջավ երկիր, գիտեք ինչքան էր Աստվածային այդ հրաշքը ուժեղ, որ մենք Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մեջ տեսնում ենք թե Աստվածային բնույթը եւ թե մարդկային բնույթը։ Որ ինչու մեջ էր հրաշքը, որ ինքը երբեք չդադարեց Աստված լինել։ Ինքը ոչ թե երկրի վրա մարդ էր եւ Աստված չէր, այլ ինքը եւ Աստված էր եւ մարդ, երկուսն է 100%։ Հրաշքը սրա մեջ է, որ ոչ թե մենակ մարդ էր, ոչ թե մենակ Աստված, որ չէ շատ հրաշքներ կարող է վերագրենք որպես Աստված եւ ասենք թե ինքը Աստված էր, դրա համար այդքան հրաշք ինքը արեց։ Բայց երբ որ մենք հասկանում ենք, որ ինքը թե 100% մարդ էր եւ թե 100% Աստված երկրի վրա, ինքը թողեց երկնային փառքը, բայց ինքը չթողեց իր աստվածությունը։ Ինքը շարունակեց մնալ Աստվածային էության, երրորդության մեկ անձնավորություն երկրի վրա, բայց ինքը եղավ 100% մարդ երկրի վրա էլ, նույնպես 100% մարդ, որպեսզի այն ամեն ցավերը, այն ամեն դառնությունները, ինչը որ ինքը կրեց իր վրա, չլինի մի մարդ, որ ասեր թե Հիսուս Քրիստոսը, որ Աստված անցավ եւ իր համար հեշտ էր այդ ամեն ինչը։ Հեշտ էր անցնել, ինքը ցավ չզգաց, ինքը ոչ մի բան չզգաց, այլ ինքը 100% մարդ լինելով զգաց ինչ բան է մերժվածությունը, ինչ բան է լքվածությունը, ինչ բան է անտեսված լինելը մարդկանց կողմից, որ մարդիկ արդեն կան ադելությամբ լծվեցին Հիսուսի հանդեպ, որ ինքը մի բան վատ չէր արել, բայց ամեն դեպքում մարդկանց սիրտն էր չար, որ ինքը եկել էր այդ մարդկանց փրկելու եւ հենց այդ մարդիկ եղան իրան խաչողները։ Բայց Հիսուս Քրիստոսի սերը չդատարեց մի վարքյան, հենց խաչի վրա էր, երբ որ ինքը ասեց հայր ներիր նրանց, արձակեց այդ ժողովրդին ինքը, արձակեց ներում եւ ներումն է սիրելիներ, որ մեր կյանքի մեջ էլ տանում է մեզ օրհնության ու բարգավաճման։ Ներումը շատ ուժեղ բան է, շատ դժվար բան է ներումը եւ շատ ուժեղ բան։ Դեք շատ մարդկանց հետ ենք խոսել, երբ որ մարդիկ իրոք այնքան դառը պատմության մեջ են, որ այդ պահին դու չես կարող այդ ներում բառը արդասանես այդ մարդու համար, որ ասես գիտես ինչ, հնարավոր է որ դու ներես այդ մարդուն, դու էլ որպես մարդ հասկանում ես, որ իրոք պատմությունը այնքան ահավոր է, որ ներումը այս պատմության մեջ չի տեղավորվում ընդհանրապես։ Բայց մենք գիտենք, որ նախ մեր հոր պատվերն է ներել, որովհետև ինքն էլ մեզ ներեց։ Հետո գիտեք, երբ որ մարդը իր մեջ դառնություն ունի, այդ դառնությունը բանդի պես է։ Դու երբ որ քո ներսը խնդիր ունես, ում որ չես ներել, այդ մարդը հանգիստ ապրում է, բայց դու ես տառապանքի մեջ։ Այդ տանջանքը, ցավը քո ներսն է, գիշեր ցերեկ քեզ խանգարելով, բայց այն մեկ ում որ դու չես կարողացել ներել, այդ մարդը հանգիստ է։ Այսինքն ազատվելը դատապարտությունից, ազատվելը դառնությունից ու վիրավորանքից, դա առաջի հերթին մեր համար է։ Բայց միշտ մտածում ենք հակառակը, գիտենք մենք լավություն ենք անում ներելով այդ մարդուն, մենք լավություն ենք անում ինքներս մեզ։ Եվ գիտեք, երբ որ մենք չենք կարողանում ներել, մենք փակում ենք մեր ձեռքով օրհնության լիքը դուռ, մենք ենք փակում եւ մեզ պահում ենք դատապարտության այդ շղթայի մեջ, որ ամեն օր դու զարթնես այդ մտքերով, այդ դառնությունով, ու գիտես ինչ էլ որ հրճագեցիր քո կյանքի մեջ, ինչի մեջ որ մնացիր եւ այդ վիճակը կերակրեցիր, եթե կաճի, եթե կմեծանա կյանքիդ մեջ, եթե դառնություն է, դառնություն։ Դրա համար Աստված ասում է, որ ամեն դառնության արմատներ թող քանդված լինեն։ Հիսուս Քրիստոսի անվան առաջ այսօր մենք բերելու ենք ամեն դառնության արմատ, ամեն խնդիր բերենք եւ գիտեք Աստծո
ուզածն է, իր սրտի ուզածն է, որ իր ժողովուրդը մնա ազատության մեջ, ազատ լինենք։ Եվ եթե այսօր կապված ես ինչ-որ բանով, կարող ենք այսօր ամեն բան բերենք Հիսուս Քրիստոսի առաջ եւ աղոթենք, որ Տերը բժշկություն բերե մեր սրտերի մեջ եւ մեր հարաբերությունների մեջ։ Հետաքրքիր է, երբ որ ունեցել ենք այս առիթը, մտածել ես աղոթել այդ մարդկանց համար։ Երբ որ դու դառնությունով ես լսված այդ մարդկանց հանդեպ, աղոթես ուղղակի նրանց համար։ Գիտեք, շատ ուժեղ է եւ հոգևոր տիրույթի մեջ, կերպնական ոլորտի մեջ շատ ու շատ պարիսպներ քանդվում են այն ժամանակ, երբ որ դու աղոթք ես բարձրացնում։ Չարի նպատակը ինչ է։ Պատեր կառուցի հարաբերությունների մեջ, փճացնի մարդկանց հարաբերությունը, դառնացնի մարդկանց սրտերն ու մտքերը, որ մարդը ի վիճակի չլինի ազատ ապրել, հանգիստ ապրել եւ աստվածահաճո ապրել։ Դրա համար ամեն դառնության միտքը սատանան կբերի մեր ներսը, մեր սիրտը կխստացնի, որ մենք ամեն օր ավելի չարությամբ լցվենք, որ մնանք իր գերության մեջ։ Իսկ Սուրբ Հոգին ազատության Աստված է։ Ամեն։ Սուրբ Հոգին մեզ տանում է ազատության մեջ եւ օրհնության մեջ։ Ամեն։ Ուզում ենք լինել օրհնված։ Կամ արդյոք չի ուզում այսօր լինել օրհնված։ Գիտեք, օրհնությունը գալիս է Աստծուց, բայց մենք կարող է այսօր մեր օրհնությունը մեր ձեռքերով հավաքենք։ Ելի Աստծուց վերցնենք մենք այդ օրհնությունը, ելի Աստված արձակի օրհնություն, բայց դու զբաղված լինես քո օրհնությունը հավաքելով։ Դժվար է, երբ որ մեր անցյալի ցավերը, մեր անցյալի վշտերը ժամանակի ընթացքում գալիս են ու գլուխ բարձրացնում։ Դժվար վիճակ է, երբ որ կանցնեն տարիներ, բայց քո դառնությանը ցավը, քո վիշտը, քո էմոցիաները դենքան ուժեղ են, որ կարող է տարիներ հետո թույլ չտան քեզ ապրել, թույլ չտան քեզ լինել օրհնված, ապագա տեսնես, ուրախություն տեսնես։ Մարդկա իր ընտանիքի մեջ կարող է մի հատ վիշտ լինի եւ ինքը փակվի ամբողջ կյանքում։ Սի վերջի ընտանիքից մեջ էլ երբեք ուրախություն չի լինի։ Ես շատ եմ տեսել նման մարդկանց, որ իրանք իրանց ձեռքով փակել են ուրախության դուռը եւ սահմանափակվել են ամբողջ կյանքում մնալով այդ բանդի մեջ։ Գիտեք, ես այս շաբաթ մտածեցի Հռութի մասին։ Հռութը, երբ որ Նոյեմիի հարսն էր, Հռութը օտարազգի էր, ինքը հրյա չէր։ Նոյեմին, իր ասկեսուրը, իրանք Բեթլեհեմից էին։ Երբ որ հաց չկար, երբ որ աղքատության մեջ էին, սով էր երկրի մեջ, իրանք թողեցին Բեթլեհեմը, ընտանիքով Բեթլեհեմում չէին ապրում։ Եվ անցավ ժամանակ, եւ տեսեք, իրանք աղոթում են, որ Աստված իրանց մատակարար էր, իրանք երազում են, որ մի օր իրանք հետ դառնան Բեթլեհեմ, իրանց բնակության վայրը, իրանք թողեցին տուն, տեղ, ամեն բան թողեցին, դուրս եկան, որովհետեւ հաց չկար։ Եվ իրանք կարող են մտածել, թե Տեր իմ Աստված մեզ հետ վերադարձու Բեթլեհեմ, որպեսզի մենք հաց ունենանք, եւ պատմությունը այնքան հետաքրքիր դասավորվեց, որ կարդում ենք Հռութի գիրքը, շատ հետաքրքիր զարգացումներ եղավ, եւ մենք կարող ենք այդ պահին չհասկանանք, թե լավ ինչի համար մենք այսօր վիշտ վերապրեցինք, ինչի համար այսօր մենք ցավ վերապրեցինք, բայց գիտեք Աստծո ծրագիրը ընդհանրապես ուրիշ էր։ Իրանց մտքով կարող է չէր անցնի, որ իրանք կարող է մի օր վերադառնան Բեթլեհեմ, բայց ուրիշ կարգավիճակով արդեն, որ կարող է Աստված իրանց կյանքի մեջ վաղը հրաշք կանի եւ իրանց բնակավայր տանի, բայց ուրիշ կարգավիճակով։ Ոչ այն կարգավիճակով, ինչպիսին իրանք դուրս էին եկել այդտեղից, ոչ այն կարգավիճակով, ինչպիսին իրանք այդ ժամանակ աղոթք էին բարձրացնում, բայց ուրիշ կարգավիճակով հայտնվեցին։ Մահացավ Նոյեմիի ամուսինը, մահացան տղաները եւ մնացին 3 որբե վայրի։ Նոյեմին իր երկու հարսների հետ։ Եվ իրանք իմացան, որ Բեթլեհեմում արդեն հաց կա։ Եվ իրանք վերադարձան Բեթլեհեմ, 3 կանայք։ Վերադարձան Բեթլեհեմ, իրանք շարունակեցին սիրելիներ մնալ
վշտի մեջ։ Մենք ոչ միտեղ չենք հանդիպում, որ գրված լինի իրանք գնացին Բեթլեհեմ եւ իրանք ուրախ էին։ Չկա նման բան գրված։ Իրանք եղան վշտի մեջ, իրանք հենց վիշտը կրում էին, բայց իրանք շարունակեցին ապրել։ Իրանք շարունակեցին ապագա տեսնել, դրա համար գնացին այդտեղ։ Ապագա տեսան, օրհնություն տեսան, բայց շարունակեցին լինել վշտի մեջ։ Իրանք Հռութը որոշում կայացրեց գնալու դաշտ։ Ասես գնամ արտը, որպեսզի հասկեր հավաքեմ։ Բերեմ ուտենք։ Գիտեք, վշտի մեջ եղնող մարդիկ կան, որ կարող է էլ չմտածեն ապագայի մասին եւ չտեսնեն այն օրհնությունը, որը հենց արդի մեջ է։ Դու այնքան տարված լինես քո իրավիճակով, որ դու չնկատես այն օրհնության բաժինը, որը արդի մեջ ունես։ Բայց դու պետք է քայլ անես գնալու։ Դու պետք է որոշում կայացնես մտնելու Աստծո օրհնության մեջ, որը քո ապագային է վերաբերվում։ Ոչ թե մնաս անցյալի դառնության ու վշտի մեջ, որը բանդ է, որը կաբանք է, այլ գնաս այսօրվա օրհնության մեջ։ Մենք տեսանք վիշտ, մենք տեսանք ցավ, եւ այդ ցավի մեջ մենք տեսանք Աստծո ձեռքը։ Այն օրհնությունը, որը պահված էր Հռութի համար։ Շատ ուժեղ բան տեղի ունեցավ, որ իր մտքով կարող է չանցնել, որ ինքը որպես օտարազգի աղջիկ։ Ինքը հրյա չէր, օտարազգի էր, ինքը խորտ էր, չընդունեցին իրան այդ տարածքը։ Ինքը եկավ, բոլոր ասեցին կռապաշտ է այս աղջիկը։ Դուրս հանեք մեր մշակույթից, դուրս հանեք մեր տարածքից։ Միանգամից հարձակվեցին ժողովուրդը։ Եվ գիտեք, ուժեղ է, երբ որ Հռութը որոշում է կայացնում գնալ արդ, եթե չգնար ինքը արդ, մնար ինքը իր վշտի մեջ, դուք պատկերացնեք ինչպես պատմությունը հետաքրքիր կզարկանար, բայց ուրիշ կողմով, որ Հռութը եղավ Հիսուսի տատիկներից, որպես վայրի գնաց արդ, իր ազգականի արդը, ամուսնու ազգականի արդը գնաց, այդ մշակույթի մեջ ինչ օրենք կար, երբ որ արդը ունեիր, դաշտը կար, ցորենի հասկերի դաշտն էր, պետք է մի ոտնաչափ հեռավորության վրա, փողոցից, մինչև մի ոտնաչափ դու պետք է հասկը թողնեիր, չհավաքեիր, որպես դաշտի տերը, պետք է թողնեիր, եւ երբ որ հավաքում էիր ամբողջ հասկը, մի անգամվա գնալով ինչ հավաքեցիր, այսինքն եթե քո գնալուց հետո ինչ որ բան մնաց հետևը հասկերից, իրավունք չունեիր դա վերցնելու, դա արդեն ուրիշների համար էր, որ կային հավաքեին, այսինքն օրենքով դու պետք է թողնեիր եւ եզրի հասկերը ամբողջությամբ ձեռք չտայիր, եւ այն հասկը, որ նոր քոնն էր արդեն, ամբողջը կարող էր հավաքել, բայց երբ որ գնայր, էլ չէիր կարող հետ վերադառնալ մյուս հասկերը, որ նոր թափել էր կետնին, որ նոր թողել էիր, չպետք է հավաքեիր։ Եվ պետք է այդ հասկերից օգտվեին 3 տեսակի մարդիկ։ Աղքատները, այն մարդիկ, ովքեր անտուն էին, որպես վայրիները եւ օտարազգիները։ Հռութը վերաբերվեց այս 3-ին էլ։ Իրանք աղքատության մեջ եկան։ Հռութը որպես վայրի էր եւ օտարազգի։ Եվ ինքը կարող էր այդ հասկերից օգտվել։ Բայց երբ որ մտավ ժողովուրդը միանգամից խառնվեցին, թե վայ ես օտարազգի կռապաշտը եկել է պղծելու մեր համայնքը, մեր սուրբ երկիրը եկել է պղծելու իր կռապաշտությունով, բայց ինքը երբ որ եկավ այդ երկիր, հիշում եք իր արած հայտարարությունը, որ Նոեմին ասեց. «Քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, քո Աստվածը իմ Աստվածն է»։ Ինքը ընդունեց Նոեմի Աստծուն, ինքը ընդունեց Եհովա Աստծուն իր կյանքի մեջ։ Դրա համար ինքը եկավ, բայց ժողովուրդը չընդունեցին իրան, շատ բարդ էր այս պահը։ Բայց այդ արդը, ում որ պատկանում էր, ամուսնացան իրար հետ։ Բոսի հետ ամուսնացավ Հռութը։ Դրա համար այդ սերունդից հետո ծնվեց Հիսուս Քրիստոս։ Տեսեք ինչքան օրհնություն էր, սիրելիներ, երբ որ ամենաանհավանական, ամենաանհարմար պահին
Աստված կարող է քո կյանքի մեջ այնքան մեծ օրհնություն արձակի, որ մեր մտքով չանցնի։ Մենք կարող ենք մտածենք, թե օրհնվելու համար մեզ պետք է համապատասխան պայմաններ, համապատասխան հոգեվիճակ, որ եթե Տերը մեզ օրհնի, մեզ պետք է օրինակի համար լավ կրթություն ունենանք, լավ բիզնեսի մեջ լինենք, լավ ընտանիքից լինենք, մեր անցյալը նորմալ լինի, մեր ապագան հուսալի լինի, ամեն բան իդեալական, որպեսզի Աստված մեզ օրհնի։ Բայց ինչ եթե Աստված պատրաստ է քեզ օրհնելու հենց քո ցավիդ մեջ։ Ինչ եթե Աստված պատրաստ է քեզ օրհնելու քո վշտիդ մեջ, ամենաանհարմար պահին, որ ասում ես մենակ ոչ այս պահին, բայց Աստված ընտրի հենց այդ պահը քեզ օրհնելու համար։ Հռութի համար հենց իր անհարմար պահը իր վշտի մեջ էր, երբ որ կորցրել ամեն բան, բայց չէր պատկերացնում, որ հենց այդ վշտի մեջ, աղքատության մեջ, որպեվայրի կարգավիճակով, օտարազգի կարգավիճակով ինքը կարող է գալ եւ իր ամբողջ ապագան փոխվեր։ Աստծուց պատրաստված օրհնությունը իր կյանքի ամենաանհարմար եւ ամենավատ վիճակի մեջ եղավ, որ բոլորի համար անհույս վիճակ էր, բայց մենք տեսանք, որ ինչքան Աստված դռներ բացեց, ինչքան Աստված դուռ է բացում են մարդու կյանքի մեջ, ով որ հայտարարում է, որ դու իմ Աստվածն ես։ Եվ տեսնում ենք, որ Աստված օրհնության ձեռք ունի սիրելիներ այսօր ամեն մեկիս կյանքի մեջ։ Նոր ձեռք ունի։ Ես չեմ ուզում սահմանափակվենք երեկվա մեր կորուստներով, երեկվա մեր չստացված բաներով, ինչ է եղել, թողեք անցյալի մեջ մնա։ Եթե հռութը կենտրոնանար իր անցյալի վրա եւ գիշեր ցերեկ ես մարդը տարապեր, ինքը երբեք դուրս չէր գա տնից, չէր գնա հասկ հավաքեր եւ մենք չենք տեսնի այն օրհնությունը արձակված ինչպես տեսանք։ Տեսեք Աստված ինչքան բաներ ունի մեր կյանքի մեջ պահված, բայց մենք չենք որոշողը, երբ Աստված օրհնի մեզ։ Մենք չենք որոշողը ինչպես Աստված օրհնի մեզ։ Աստված կարող է ընտրի քո կյանքի մեջ ամենաանհարմար պահը եւ հենց այդ պահին ուզենա քեզ օրհնի։ Այն պահը, երբ որ դու ընդհանրապես չես սպասում, որ կարող է Աստված քեզ օրհներ, բայց հենց այդ պահն էր, որ Տերը օգտագործեց։ Մենք կարող է ուզենանք երեխեք ունենալ եւ ունենանք երեխեք եւ երբ որ ես ծնող եմ, ես գիտեմ այդ պահը ինչ է, երբ որ այն ամենավատ վիճակի մեջ այն որ երազես այդ պահին գոնե տուն հասնես եւ հանգստանաս, բայց կստացվի ընդամենը դրանցից մեկը տուն հասնելը։ Այն որ կհասնես տուն եւ կուզես որ վերջապես մի հատ հանգստության պահ, ով որ փորձառու ծնողը գիտի որ դա անհնար է, չէ՞։ Գիտես որ երբ որ դու երեխեք ունիս հնարավոր չէ գնաս տուն եւ հանգստանաս, պետք է հանգստանաս, հետո նոր տուն գնաս, որպեսզի կարողանաս դիմանալ։ Ու երեխեքը կընտրեն այդ ամենաանհարմար պահը քեզ հետ խաղալու համար, այն որ դու հանգստություն կուզես, բայց իրանք հենց նոր քեզ տեսել են կուզեն քեզ հետ խաղան, քեզ հետ ժամանակ անցկացնեն, բայց ամենաանհարմար պահն է, բայց օրհնություն է, չէ՞։ Հետո կգիտակցենք, որ օրհնություն էր։ Այդ պահին անհարմարություն է։ Կամ կուզեն, հա, որպես ծնող դու իրան դաստիարակես, ինչ որ մի հատ, հա, խորհուրդ հարցնեն, ինչ որ մի հատ խորհուրդ տաս իրանց, բայց ամենաանհարմար պահին է դա ամեն ինչ այնեն։ Գիտեք, նույնն է մեր տագնապների մեջ է, մեր վախերի մեջ, մեր անհաջողությունների մեջ։ Երբ որ մենք այդ բանով ենք շատ տարված, եւ մեր ուշք ու միտքը այդ է, գիտեք, Աստված հենց այդ պահի մեջ օրհնություններ ունի պահած։ Հենց այդ պահին։ Այս խոսքը մեր համար այսօր թող լինի քաջալերական, որ մենք չնայենք վշտին, մենք չնայենք ցավերին, այլ մենք նայենք թե այդ բանի մեջ Աստված ինչ օրհնություն ունի պահած։ Երբ որ վշտի մեջ էր, ինքը որոշեց գնալու արդ։ Այսօր սիրելիներ, մեզի պետք է մեկ-մեկ դուրս գալ այդ արդը։ Դուրս գալ եւ տեսնենք ինչ բաժին օրհնություն ունենք մեր համար պահված։ Գիտեք, դաշտի մեջ մանկալը մեկ բան է, այդ դաշտի մեջ հասկ հավաքելը մեկ այլ բան։ Կարող է դու մանկաս ուղակի, հա, ասես քու վշտիդ մեջ, քու ցավերիդ մեջ ուղակի մանկաս եւ չնկատես քու ոտքերի տակ եղած օրհնությունները։ Բայց օրհնությունը հասկի տեսքով իր ոտքերի տակ էր։ Դու պետք է գտնես, դու պետք է տեսնես եւ հավաքես քու օրհնությունդ։ Կարևոր չէ այսօր անցյալում ինչ եղես սիրելիներ, կարևոր է ներկա պահին Աստված ինչ օրհնություն է դրել մեր ոտքերի առաջ։ Որ դու անցնես, որ դու նկատես, որ դու վերցնես, կարող է մենք շատ բաներ չնկատենք։ Մենք
գոհանալու պատճառ չգտնենք Աստծուց, ինչի համար գոհանանք։ Երբ որ աչքերդ բացես առավոտ, կարող է դու 10 պատճառ գտնես, ինչի համար պետք է դժգոհես այս կյանքից։ Ինչի համար դժգոհես, հիշես հերթով։ Ես մեկը թող լիներ հələ իմ կարգավիճակից նոր ուրախ լիներ, հա, հերթով սկսես մատներդ ծալել, թվարկել, թե այս խնդիրը սպես, երկու առաջ այս դժբախտությունը եղավ, կորուստ ունեցանք, վատ էր ամեն ինչ, ֆինանսական նեղություն ունեցանք, այս պահին հիվանդ եմ, հələ դեղս բերեք, հասցրեք, բժշկի, մի խոսքով, այնքան բանով դարդոտվից որ ելնես բոլորի վրա սկսես մունատ գալը։ Բայց ինչ եթե մենք առավոտ աշտանանք, ոչ թե կենտրոնանանք անհաջողությունների վրա, հիշենք եւ այդ հիշողությունը մեզ տանի դառնության մեջ, այլ մենք կենտրոնանանք օրհնության վրա եւ գտնենք գոնե 5-ից 10 պատճառ հենց այդ պահին Աստծուց գոհանալու համար։ Եկեք կենտրոնանանք դրականի վրա։ Ինչ ունենք այդ ժամանակ։ Մեզի Աստված ինչով էր օրհնել։ Եկեք գոնե առավոտյան մենք գոհանանք Աստծուց եւ գոհության գոնե պատճառներ գտնենք, փառտանք Աստծուն, ասենք Տեր իմ Աստված, շնորհակալ եմ, որ ես այսօր այսինչ բանը ունիմ, այսինչ օրհնություն ունիմ։ Գիտեմ, որ դու այսօրվա մեջ պահել ես ինձ համար լիքը ցորենի հասկեր։ Ես երբ որ դուրս կամ արդը, ես երբ որ դուրս կամ իմ ընտանիքիս մեջ, իմ գործերիս մեջ, ես գիտեմ, որ իմ ոտքերից տակ դու հասկեր ես թողել։ Եվ օրհնության բաժին կա թողած ինձ համար արդի մեջ, երբ որ ես դուրս կամ ինչ որ բան հավաքելու, ես անպայման հասկ կգտնեմ։ Դեք երբ որ նոյմինել, երբ որ հրուտնել մնային իրանց դառնության մեջ, իրանք օրհնություն չէին տեսնի։ Օրհնությունը սիրելիներ արծակելու մեջ է։ Երբ որ դու ոչ թե մոռանում ես, ասում ես հատ է մարդ էր, հատ է կորուստ էր, ոչ։ Մենք գիտենք ամեն ինչի տեղը, բայց մենք պետք է նայենք ապագա օրհնությանը, որովհետև մենք կարող ենք մեր ձեռքով բաց թողնանք այն օրհնությունը, որ Աստված պահել էր մեր համար։ Մենք ասենք մենք հավես չունենք Աստծուց գալու, մենք հավես չունենք մարդկանց հետ շփվելու, բայց գիտեք ինչքան օրհնություն կարող է բաց թողնենք հենց այդ պահին։ Երբ որ մենք որոշում ենք կայացնելու, նայելու Աստծո մեջ ապագային, Աստված օրհնության բաժին ունի։ Աստված այսօր հասկեր ունի հենց դաշտի մեջ քեզի համար թողած։ Գնա ու հավաքե։ Թող այսօր սիրելիներ Աստված մեր միտքը բժշկե, որ մեր մտքի մեջ մենք ոչ թե նայենք դառնության արմատներին, մենք նայենք չներմանը, մենք նայենք մեր հիասթափություններին, մեր վախերին, թող Աստված այսօր մեզ տանի իր հանգստության մեջ, իր օրհնության մեջ եւ ես վստահ եմ, որ Տերը ամեն մեկիս կյանքի մեջ իր բաժինը ունի։ Ոչ թե մնանք այդ վշտի մեջ, այլ մնանք Աստծո օրհնության մեջ։ Գտի գոհանալու պատճառ եւ Աստծուց գոհացի։ Թույլ մի տուր որ դառնությունը արմատներ գցի քու սրտիդ մեջ։ Հիշե որ դա տանում է փագուղի։ Դառնությունը դա բանդ է, վիրավորանքը դա բանդ է։ Ես չեմ ասում որ մենք ազատ ենք ամեն ինչից։ Մենք ամեն օր կարող է բախվենք հենց այս խնդիրներին, ամեն օր։ Բայց մենք ամեն օր էլ որոշում ունենք չմնալու այդ դառնության մեջ։ Մենք ամեն օր որոշում ունենք մեր անցյալի հիշողությունների վրա դուրս գանք եւ ասենք որ բավարար է։ Հիսուս Քրիստոսը եկավ բժշկելու կոտրված սրտերը։ Հիսուս Քրիստոսը եկավ բժշկություն բերելու, ոչ թե եկավ քո ցավդ խորացնել, այլ եկավ ցավերը իր վրա վերցնելու։ Ես Տիրոջ քաղցրությունը, իր սերը հենց այստեղ է, որ ինքը ոչ թե մեզ նայում է որպես կոտրված ընկած մեկի, այլ մեզ նայում է պոտենցիալ վերականգնվողի, որ մենք իր մեջ այսօր կարող ենք վերականգնվել եւ չնայենք թե մեր անցյալում ինչ է եղել եւ մեր ապագան մենք չբնութագրենք մեր անցյալով։ Երբ որ դու քո ապագատ կարող ես այսօր որոշես այն բանով թե ինչ է եղել անցյալի մեջ, դու կխորացնես այն դառնությունը, որը կրել ես։ Աստված մեզ տվել է իշխանություն անուններ դնելու։ Որպես ծնող բոլորս ունենք չէ՞ այդ իշխանությունը, հա, ովքեր ծնող են գիտեն իրանք իշխանություն ունին, հա, մարդիկ են որոշում մարդկանց վրա անուններ դնել։ Բայց ինչ անուն ունիս այսօր դու։ Ինչն է քո անունդ։ Գիտեք, մեր հայկական անունները շատ հետաքրքիր են։ Իրանք իրանց մեջ պատմություններ ունին, հետաքրքրասիրություններ ունին, նախասիրություններ,
որ կարող է մարդու անուն լսես, բայց չխորանաս, հա, պահիտականվան մեջ, բայց երբ որ մտածես, կարծես ինչ վատ անուն են դրել այս մարդու վրա։ Գիտեք, անունը շատ կարևոր է, դու մարդու վրա հրճագում ես, ամեն անգամ այդ անունը տալուց հրճագում ես այդ վիճակը։ Անունները հրճագումներ են։ Դրա համար հին ուխտի մեջ է, երբ որ տեսնում ենք, չէ, ինչ որ մեկի երեխեն ծնվավ, սիմվոլիկ անուններ են դրել երեխեքի վրա։ Այդ իրավիճակի հետ կապված, իրանց հոգեվիճակի հետ կապված, մարդիկ կա իրանց չստացված ամբողջ կյանքի երազանքները փաթում են երեխեքի վրա։ Մեկը չի կարողացել դառնալ ֆուտբոլիստ, երեխա ունեցավ, այն որ բաց երեխին չէ, ես դարձնեմ ֆուտբոլիստ, իմ կյանքից երազանքները ես չեմ հասել, գոնե թող ես երեխեն հասնի։ Ու դուք կոտրես այդ երեխու մեջ իր անհատականությունը։ Դուք դարձնես այդ երեխուն քուգդ։ Պետք չէ այդպես եղնել, սիրելիներ։ Մենք ազատություն պետք է տանք, որպեսզի մարդիկ մնան իրանց անհատականության մեջ։ Որպես ծնող, այո, մենք կարող ենք ինչ-որ բանի մեջ օգնել, առաջնորդել, հա, բայց անհատականությունը կոտրել պետք չէ։ Անունները շատ կարևոր են եւ մեծ նշանակություն ունին։ Հին ուխտի ժողովուրդը գիտեին անվան նշանակությունը, որովհետև եթե քո հոգեվիճակը շատ վատ է, երբ որ քեզի դիմեին լավ անունով, դու կներվեիր։ Իրանք կհասկանային, որ դե ես այդ մարդը չեմ, էլի փոխեք իմ անունս արդեն։ Նոեմին հենց այդ բանը արեց։ Նոեմին։ Հռութի առաջի գլուխ 20-րդ խոսքն է, որ ասեց. ես դառնությունով եմ լծված, իմ ընտանիքս քանդվավ, իմ ամուսինս մահացավ, իմ տղեկս մահացան, մենք բոլորը որպեսի մնացինք, ունեցվածք չունենք, աղքատ ենք, ամեն բան վատ է։ Ինձ Նոեմի մի ասեք, ինձ ասեք Մարա, որովհետև ամենակարողը դառնացրեց իմ կյանքը։ Տեսեք ինչ հրճագում է եւ ինչ վատ ապագա։ Երբ որ դու որոշում ես, որ քո անցյալը պետք է արդեն տնօրինի քո ապագան, քո անցյալի դառը վերաբերումները պետք է տնօրինեն քո ապագատ։ Սա հրճագում է, որ դու երբ որ ասում ես, որ թողեք ես մնամ իմ դառնությանս մեջ, թողեք ես մնամ իմ անհաջողությանս մեջ, ինձ այլևս մի ասեք օրհնված, ինձ այլևս մի ասեք բժշկված, ես հիվանդ եմ, ես օրհնված չեմ։ Գիտեք, սրանք հրճագումներ են, որ կարող է մենք այդ անունները կանչենք մեր վրա եւ թույլ չտանք, որ Աստված մեզ օրհնի վաղը։ Երբ որ Նոեմին այս հայտարարությունը արեց, որ ամենակարողը դառնացրեց իմ կյանքս, ինձ այլևս Նոեմին մի ասեք, փոխեք իմ անունս, թող այլևս ինձ կոչեն դառնություն, որ բոլորը անունս տալով իմանան, որ ես դառնության մեջ եմ։ Դեք սա մեծ սխալ է։ Սա մեծ սխալ է, որովհետև դու քո ձեռքով կարող է փակես ամեն օրհնություն եւ դու մնաս դատապարտության շղթաների մեջ, դառնության ու վշտի շղթաների մեջ դու քեզ կաբես, դու քեզ թողնես ու ազատություն երբեք չտեսնես։ Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի մեզ ազատի, սիրելիներ։ Մեր աչքերից ամեն արտասուք սրբի։ Նա վերցրեց մեր ցավը, մեր հիվանդությունը, մեր անեծքը, մեր մեղքերի պատիժը իր վրա։ Փառք Հիսուս Քրիստոսին, որ ինքը ազատության Աստված է, որ թեև մենք կարող է մեզ այլևս չտեսնենք օրհնված եւ ասենք, որ ես կամ վշտի միջից էլ ինչ օրհնություն, բայց Հիսուս Քրիստոսը մեր մեջ տեսնի պոտենցիալ։ Կարևորը դու քո անունդ մի փոխե։ Մի փոխե քո անունդ այսօր։ Մի դարձիր ինչ որ մեկը, մի դու քո ձեռքովդ անեծքի խոսքեր հրճակե կյանքիդ մեջ։ Դրանք բանդ են։ Աստված երբ որ հայտնվեց Հակոբին, հարց որ նոր տվեց, հիշում եք, ասեց ինչ է քո անունը։ Շատ ուժեղ հայտարարություն է, որ ինչ է քո անունը։ Ոչ թե Աստված չգիտեր ինչ է անունը, այլ երբ որ Հակոբը Եսավի անունը վերցրեց իր վրա, որպեսզի օրհնվեր։ Գիտեք, մտածում եմ, որ շատ ուժեղ պահ էր, շատ ուժեղ պահ։ Նայեք, ինքը Հակոբ էր, մի հատ ուշադիր եղեք այս պահը, էլի։ Ինքը Հակոբ էր էությամբ։ Մտածեց, որ եթե ես օրհնություն ստանամ, պետք է ես Եսավ դառնամ, որպեսզի օրհնվեմ։ Փոխեց իր ինքնությունը այդ պահին, ասեց ես Եսավ եմ, գնաց որպես Եսավ օրհնվեց, ոչ որպես Հակոբ,
Բայց օրհնությունը ինքը վերցրեց որպես անհատ։ Բայց Եսավ անունով ինքը օրհնվեց։ Ու պատկերացեք աղբոր դառնությունը, Եսավի դառնությունը, որ երկար տարիներ ինքը պետք է մտածեր, դառնանար, չէ, որ աղբերս խապեց, Հակոբը խապեց, խապեցունով հորս օրհնությունը վերցրեց իրան եւ փախավ։ Ունենք երկու կերպար, Հակոբ եւ Եսավ։ Մեկը դառնացած եղբայրն է, մեկը խապեցունով օրհնություն ստացածն է։ Անցավ ժամանակ եւ երբ որ, տեսեք, Աստված պետք է Հակոբի միջոցով մի հատ ասկ ստեղծեր։ Ինչ երեց Աստված։ Ասեց Հակոբ, նախ ասեց ինչ է քո անունը, մի հատ արի մի հատ հասկանանք դու ով ես։ Երբ որ դու հասկանաս, որ դու Եսավը չես, դու Հակոբն ես, այն ժամանակ նայեք, Հակոբը փոխեցինք իր անունը, ասեց ես Եսավ եմ։ Աստված երբ որ հանդիպեց Հակոբին, ասեց դու այլևս Իսրայելն ես, որպեսզի քեզանով ազգեր օրհնվեն։ Ուժեղ պահ է այս պահը, որ այն դեպքում ինքը որոշեց իր անունը փոխել, որ օրհնվեր։ Այս դեպքում Աստված կփոխի իր անունը։ Եվ ասում է դու Իսրայելն ես։ Ինչի անունը փոխենք։ Որովհետև դու Հակոբ բնույթով դու խապող ես։ Մեզի պետք է քո անունը դլը փոխենք։ Իսրայել տնենք քո անունդ, որ քո սերունդդ կոչվի Իսրայել։ Հետաքրքիր է, չէ՞։ Այնտեղ ինքը կորոշի անուն փոխե, այստեղ Աստված կորոշի անունը փոխե։ Եվ երբ որ այդ կարևոր հարցը, ինչ է քո անունը։ Այսօր ինչ է մեր անունը։ Անունը քո բնույթը դե։ Երբ որ դու ասում ես ես էս ինչ մարդն եմ, դա ցույց է տալիս քո բնույթը, քո էությունը, դրա համար անունը շատ կարևոր է։ Ինչ է քո անունը այսօր։ Մեզի պետք չէ այսօր, սիրելիներ, մեր անունը փոխենք, որպեսզի մենք օրհնություն ստանանք Աստծուց։ Մեզի պետք չէ մեր անհատականությունը փոխենք։ Մեզի պետք չէ այսօր մեր Նոեմի անունը փոխենք Մարա տնենք, որպեսզի Աստված մեր դառնությունը տեսնի եւ խղճա մեզի։ Աստված գիտե ամեն մեկիս էլ։ Աստված գիտե մեր սրտերի մեջ ինչ կկատարվի։ Աստված պատասխան ունի այսօր ամեն մեկիս կյանքի մեջ։ Հռութը կարողացավ հավաքել, օրհնություն հավաքեց։ Երբ որ Հակոբի ու Եսավի պատմությունը կնայենք, ինչպես զարգացավ, այն անգամ խոսեցինք իրանց հաշտության մասին, որ Հակոբը գիշեր անցկացրեց չէ կռվի մեջ, հրեշտակետ իրար տվեցին, կռվան, պայքարեցին եւ վերջում ասեց օրհնիր։ Գնում էր մյուս օրը իր եղբոր հետ հանդիպման եւ վախերի մեջ էր, որ կարող է Եսավը գար եւ իրան սպաներ։ Դեք, միշտ չէ որ օրհնությունը վերցնելու մեջ է, ինչպես Հռութի դեպքում։ Կա ժամանակ, երբ որ օրհնությունը բաց թողնելու մեջ է։ Երբ որ Եսավը եկավ հանդիպման, մենք տեսանք, որ երկու աղբեր իրար գրգեցին եւ հաշտություն եղավ։ Եսավը դառնացած էր եւ Եսավը կարող էր չներել իր եղբորը։ Բայց Եսավը այս քայլով ցույց տվեց, որ ես բաց եմ թողել, ես ներել եմ, ես արծակել եմ այն դառնությունը, որ դու 20 տարի առաջ ինձ տվեցիր։ Ես արծակել եմ, դրա համար արի մենք հաշտվենք։ Եվ երբ որ տեսավ Եսավը Հակոբի ունեցվածքը, ասեց, «Էս ինչ է»։ Ասեց, «Իմ ամբողջ ունեցվածքս է»։ Անասունները տեսավ, ընտանիքը տեսավ, ծառաներին, կանանց, երեխեքին, լիքը ունեցվածք եւ զարմացավ։ Գիտեք, Եսավն էլ էր օրհնված։ Եսավը օրհնված էր, որովհետեւ ոչ թե ինքը մնաց իր դառնությունների մեջ, իր ցավի մեջ մնար եւ 20 տարի ասեր ես օրհնված չեմ, որովհետեւ իմ աղբերս ժամանակին խապեց։ 20 տարի նույն երկի երկեր։ Բայց Եսավն էլ էր օրհնված, որովհետեւ ինքը կարողացավ արծակեր։ Ինքը կարողացավ ներեր իր եղբորը։ Օրհնությունը սիրելիներ, ժամանակ կա հավաքելու մեջ է, ժամանակ կա արծակելու մեջ է։ Մենք պետք է հասկանանք որն է Տիրոջ կամքը մեր ժամանակի մեջ։ Եթե այսօր քո կյանքի մեջ բաց թողնալու պահ է, բաց թող, ազատվի, ներե, արծակե, որպեսզի Աստված տանի քեզ օրհնության մեջ։ Եթե Տերը քեզ կանչել է այսօր դաշտի մեջ ինչ-որ բան հավաքելու, արի եւ հավաքե, բաց մի թող քո այսօրվա օրհնությունդ։ Աստված միևնույն է ապագայի Աստված է։
Ինքը օրհնության Աստված է, Աստված չի կարող չարիք անել մեր կյանքի մեջ։ Ինքը բարի Աստված է եւ սիրող Աստված է։ Դրա համար ինքը մեզ տանում է իր սիրո մեջ, հանգստության մեջ, իր փառքի մեջ եւ օրհնության մեջ, փառք Հիսուսին։ Եկեք աղոթենք սիրելիներ։